Միրզոյանը Հնդկաստանում բողոք հայտնեց այդ դատավարությունից եւ այլն եւ գնահատականներ տվեց բավական սուր այն ժամանակ երբ արդեն պարզ էր որ Եվրոպարլամենտ մտնում է այդ ձևակերպումը իսկ մինչեւ այդ դուք լսել եք Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնական ներկայացուցիչ վերջին 1 տարվա ընթացքում ասի որ դա կեղծ դատավարություն է որ դա իրավունքների խախտում է եւ այլն մի քիչ թեթև քննադատել են Այսինքն մենք սպասում ենք մեր փոխարեն ինչ որ այդ ձևակերպումները եթե մենք դա անենք մեզ չգիտեմ թուրքերը գետնին կհավասարեցնեն բայց եթե ուրիշները անում են երկակի է վերաբերմունքը մի մասը քայլիցները համարում են սադրանք որ մեզ կռվածնում է թուրքերի դեմ իսկ որոշ դեպքերում ասում են լավ էր այս մեկը լավ էր լավ իրենք ասեցին մենք չենք կարող բայց իրենք ասեցին հիմա դրա օգուտը այդպիսի բանաձևերի օգուտը կամ գուցե նախ կոնկրետ մարդկանց համար օգուտը որ շանս է տալիս որ գոնե Ադրբեջանը ինչ որ մի առևտրի սկսի ոչ մեր հետ գոնե Եվրոպայի հետ եւ այդ մարդիկ վերջապես դուրս գան դե նա Եվրոպայի հետ իր առևտուրը մարդիկ են մեր հայրենակիցներն են ասենք այդ ինչ Պարզը օգուտը դա երկրորդը որ այդ նոր խոսում ենք թե ինչ դատավարությունը ինչ զենք է Ադրբեջանի ձեռքում այդ մի թունավոր ատամը օծի բերանից անելու շանս է տալիս այդտեղ քննարկելու բան չկա դրանց բացի օգուտից ոչ մի վրաց չի կարող լինել պարզը որ այդ մարդիկ պետք է դուրս գան ես նորից այստեղ կան բաներ կան չէ բան կան ջերմերանտ քայլիցներ կան էլի այդ Ղարաբաղյան կլան, բան, այդ ռասիստական բաները սկսում են եւ այլն։ Եթե կոնկրետ անուն չեմ տալիս, քաղաքացի X-ը հայորդի մեղավոր է Հայաստանի Հանրապետության առջև, ուրեմն թող ինքը գա, նախ ռեաբիլիտացվի հոգեբանորեն, ֆիզիկապես եւ այլն եւ ամենաազատ նորմալ պայմաններում թող իր հանդեպ մեղադրանք ներկայացվի, դատական process, քննություն, ինչպես լինում է նորմալ իրավիճակում։ Այն ինչ որ կատարվում է Ադրբեջանում, դա նվաստացում է մարդկության համար, ոչ միայն ես որպես հայ եմ ասում, ցանկացած, ոնց ասեմ, սպիտակ քաղաքակրթության մարդու համար դա դատավարություն չի, դա խայտառակություն է։ Դա խայտառակություն է։ Դրա համար լավ է, որ ընդունում են, որ ասում են եւ ամենակարևորը դա ոչ միայն ատամները Ադրբեջանի ատամները հանելու փորձ է, դա Փաշինյանի այդ ատամներին տրվելու գործընթացը մի կերպ խանգարելու փորձ է։ Որովհետեւ հասկանում են, որ այն տեմպերով, որ իրենք ուզում են մեր թուրքական միջավայրին տրվեն, չի ստացվում։ Բայց եթե հանկարծ ստացվեր, ապա Հայաստանը արդեն Եվրոպա չի լինի եւ որևէ մեկին այնտեղ հետաքրքիր չի լինի, ես ասում։ Հայաստանը Եվրոպա է, որովհետեւ Թուրքիա չէ։ Ոչ թե որովհետեւ հակա Թուրքիա է, ասում են, այ մեկ ուզում եք մեզ սարքել ֆորպոստ հիմարություն։ Հայաստանը ոչ մեկի ֆորպոստ չի եղել, իրականում չի լինելու։ Հարցը նա է, որ Հայաստանը Եվրոպա է թե ոչ։ Հայաստանը եւ Վրաստանը ինչալոց, այդպես է դրվում հարցը։ Եվ ես կարող եմ ցանկացած բանավեճում ապացուցել, որ Հայաստանը Եվրոպա է։ Հոլանդիայի կարևորությունը։ Եթե նույնիսկ ստորագրվել է ռազմավարական համաձայնությունը, ինչը շատ լավ է, որ ստորագրել է փայլում է։ Ուրեմն ՆԱՏՕ-ի հիմնադիր երկիր է Նիդերլանդները։ Իմչալոց իրենք պաշտոնապես խնդրել են իրենց Հոլանդիա չանվանել, այսօր մենք փորձենք հարգել Նիդերլանդի ժողովրդին եւ անվանել իրենց Նիդերլանդներ եւ նիդերլանդացի։ Հա, ուրեմն ՆԱՏՕ-ի հիմնադիր երկիր է, Եվրոպական միության հիմնադիր երկիր է, Բենիլուքսի մաս է, այսինքն դա Եվրոպական միությունը Եվրոպական միության մեջ ավելի սերտ կապերով։ Այն ինչ որ մենք կարող ենք Վրաստանի հետ լինել։ Այսինքն կա մեծ Եվրոպական միություն եւ կա Հայաստան-Վրաստան փոխհարաբերություններ, որոնք կարող են լինել շատ հատուկ եւ շատ ավելի սերտ։ Դա երկիր է, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական եւ այլն, այսպես ասենք համաեվրոպական հարցերում։ Դա երկիր է, որը մեծ ազդեցություն ունի Բելգիայում, որովհետեւ Բելգիայի բնակչության մի զգալի մասը նիդերլանդախոս է։ Հենց Բելգիայի սահմանության մեջ այդ լեզուն կոչվում է նիդերլանդերեն, ոչ թե ֆլամանդերեն։ Եվ այլն։ Այսինքն շատ կարևոր երկիր է եւ Հայաստանը պետք է կարողանա խոսալ 27
տարբեր եվրոպական միության երկրների հետ։ Միայն եվրոբյուրոկրատների հետ, այդ Եվրոպարլամենտ, կոմիսիա բան շփվելը, դա այդքան արդյունավետ չի։ Ազգային պետություններն են որոշում այդտեղ շատ ամեն ինչ։ Մի երկրի վետոն արդեն բան է, չէ՞ ինչ-որ բան է նշանակում։ Նշանակում է բոլորի հետ պետք է աշխատել, նույնիսկ Հունգարիայի հետ, իհարկե հաշվի առնելով Հունգարիայի սպეციფիկան, առանց շատ ոգևորվելու եւ տրվելու։ Հիմա այդ երկիրը, կարևոր երկիրը եկել է եւ մեր հետ ռազմավարական պայմանագիր է ստորագրում, հա, եւ մի բան էլ ավելացնեմ, հարևան Բելգիայում, որտեղ ինչպես ասեցի, նախ Բենիլուքս է եւ երկրորդն էլ այնտեղ կա հոլանդախոս, նիդերլանդախոս ստվար, նույնիսկ հիմա եթե չեմ սխալվում մեծամասնությունն է բնակչության, որոնք բան են անում, Բելգիայում կառավարող կուսակցության, կառավարող դաշինքի բլոկի կոալիցիայի նախընտրական ծրագրում, որը այնտեղ գրեթե օրենքի նշանակություն ունի, այսինքն դա հրապարակվում է ստորագրություններ են տալու եւ այլն։ Եվ ստվար փաստաթուղթ է դա մի էջի վրա չի։ Մի ամբողջ բարբերություն նվիրված է Հայաստանին եւ Վրաստանին։ Ոչ մի այլ երկրի, այսպես ասենք, Ինչու՞։ Դա նույն գծի շարունակությունն է, որի հետևում ակնհայտորեն կանգնած է Ֆրանսիան եւ կանգնած է ֆրանկո-գերմանական համաձայնությունը համատեղ ջանքերով աշխատել Վրաստանի եւ Հայաստանի եվրոինտեգրացիայի ուղղությամբ։ Գերմանիան իհարկե ավելի շատ պատասխանատվություն է վերցնում հումանիտար, տնտեսական շատ կարևոր։ Ֆրանսիան նաեւ այստեղ կա ռազմական կոմպոնենտ եւ այլն, մշակութային։ Այստեղ շատ կարևոր է իմ չարոց այդ Բելգիայի այդ պայմանագրում, թե ես հոլանդերենից եմ թարգմանում, նիդերլանդերենից եմ թարգմանում Google Translate-ով բնականաբար չեմ տիրապետում այդ լեզվին, ոչ էլ ֆրանսերենին եմ տիրապետում։ Ցավոք, այնտեղ խոսում էր, որ բացի խորը պատմական կապերից քաղաքակրթական, որ մենք ունենք Հայաստանի եւ Վրաստանի հետ, այսինքն դա ասում ես դու միայն մի դեպքում, որ դա Եվրոպա է։ Եվ երկրորդը այդ բարբերության մեջ կա խաղաղություն պետք է լինի կայունություն, ինչի մասին ասել է գերմանացի падգամավորը, բառացիորեն կրկնում է, եւ Արցախահայության վերադարձը։ Եվ Արցախահայության վերադարձը լուծումը Արցախահայության վերադարձն է Արցախ։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք բոլոր շանսերը մեծ հետաքրքրություն կա դեպի Հայաստան հյուսիսային Եվրոպայից, Բալտիկ երկրներից։ Մեծ հետաքրքրություն կա, մենք տեսանք այդ Բենիլուքս, Ֆրանսիա, Գերմանիա կարևորագույն երկրներից։ Մենք Լեհաստանից հետաքրքրություն կա, որովհետև պարոն Դուդան բացահայտ բառացի ասել էր, որ առանց Վրաստան եւ Հայաստան չի պատկերացնում Եվրոպան։ Մեր համար խնդրահարույց երկրներ կան իհարկե Եվրոպայում, դրանց հետ էլ պետք է աշխատել, որ գոնե չեզոքացնել իրենց ջանքերը։ Օրինակ Հունգարիան հայտնի է, անունները հելել է, մենք անդադ Հունգարիայի անունն ենք տալիս։ Առավել եւս որ հիմա կա կարևոր միտում, որ Եվրոպան դառնում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև ռազմաքաղաքական միավոր, որոշումը կայացված է, ոնց որ միշտ ասում են փողը արդեն առանձնացված է, որոշումը մոտ 1 տրիլիոն եվրոյի կարգի գումար, 1 տրիլիոն եվրոյի կարգի գումար, բացի եւ գումարներ ազգային բյուջեներից գումարած այդ 1 տրիլիոնի, հա, եւ այդ ռազմաքաղաքական նոր դաշինքը եվրոպական ՆԱՏՕ-ն, որը դառնալու է այսպես պաշտպանող ծածկը եվրոպական միության համար, մեծ հավանականությամբ այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ չի ներառելու Հունգարիային, ինչը մեր համար շատ կարևոր է, որտեղ Հունգարիան իր վետոյով անդադար խանգարելու էր, եւ չի ներառում Թուրքիային։ Ստոպ։ Ինչու եք ասում, որ Թուրքիան չի ներառելու, որտեղից գիտեք, ինչու եք։ Որովհետև դա բաց է, այնտեղ ասված է, նայեք շտաբի պետերը հանդիպում են, այդ պետությունները, որոնք միանում են, արդեն հայտարարել են, որ միանում են։ Այնտեղ Թուրքիա չկա։ Թուրքիան ասել է, որ հետաքրքրված է ինչ ա։ Այո։ Բայց ուր է, մասնակցում է աշխատանքներին։
Ինքը ես կարծում եմ Թուրքիան կունենա ինչ որ ասոցիացիան դեր այդտեղ կունենա, նա վերջի Եվրամիության տեխնացու պաշտոնապես։ Դե համենայն դեպս հիմա էլ շատ ակտիվացրել է իր պահանջները դառնալու լիիրավ անդամ Եվրամիության։ Այո, բայց այս պահին ակնհայտ է, որ դա տարիների խնդիր է իր համար։ Իսկ ես համոզված եմ, որ այդ դաշինքը 3-4 տարուց արդեն լիարժեք է գործելու։ Դա ոչ թե պլաններ են, այլ երբ որ եվրոպացին փողը դնում է մի կողմ եւ ասում է սա փողը, սա ծրագրերը, ասենք Բելգիա դու սա պետք է անես, Հոլանդիա դու սա պետք է անես, Լեհաստան դու սա պետք է անես եւ այլն, դա արդեն բան է, մենք եվրոբյուրոկրատիայից բողոքում ենք, բայց դա ինչ որոշում ընդունելու process-ն է երկար։ Երբ որ որոշումները իշնորհիվ Թրամփի արագանում են, դրանց իրականացումը կլինի մեր աչքի առաջ։ Ես ձեզ ասում եմ, 3-4 տարուց դա լինելու է արդեն գործող կառույց, ոչ թե ապագա, այլ ներկայի գործող կառույց։ Եվ Հունգարիայի այլ կերպ ցավոք կանոնադրությունը Եվրամիության հնարավորություն չի տալիս դուրս հանել Եվրոպական միությունից, դեռ չունեն այդ հնարավորությունը, բայց ոչ ոք իրենց չի խանգարում ստեղծել զուգահեռ ինչ-որ մի բան, եւ Հունգարիան պարզապես չհրավիրել։ Ինչը ակնհայտ է, որ այսօր փաստորեն Կալասի հայտարարությունը Էստոնու, որը հիմա ասենք այսպես արտգործ նախարարն է, բանի Եվրամիության, որ մենք արդեն չենք կարող այդ Օրբանի պահվածքին էլ արդեն համբերություններս հատել է, վերջել չենք դիմանալ։